Բաղնիքում սալիկները նորից ճաքել են։ Որովհետև քեզ լսեցինք, մարտավեն լավը թաթուլ լսի, քան կնգան լսի։ Պետքա գնայինք կերամա մարարցից իտալական սալիկներ առնեինք։ Իտալականը թանկ է։ Թանկ չի։ Թանկ է։ Թանկ չի։ Թանկ է։ Ասեցի թանկ չի։ Հա էլի։ Թանկ չի։ Ու կարևորը իտալականա։ Չէ, կարևորը թանկ չի։ Իտալական։ Թանկ չի։ Իտալական։ Թանկ չի։ Կերամա մարացի, իտալական սալիկներ հասանելի բոլորին։ Միայն BHS-ում, հենց այսօր, հագուստ կամ տան պարագաներ գնելիս ցանկացած երկրորդը գնեք հենց 25% զեղչով և ցանկացած երրորդ ապրանքը հենց 55% զեղչով։ BHS, որակյալ և հասանելի ողջ ընտանիքի համար։ Ինչպիսին պետք է լինի իդեալական սմարթֆոնը, արագագործ, նորավոճ և ժամանակակից, ունենա 2 SIM քարտ, կատարի բարձրորակ ֆոտո և տեսանկարահանում, և իհարկե մատչելի։ Գնիր քո լավագույն սմարթֆոնը Rich խանութների ցանցի լայն ընտրանուց։ iOcean սմարթֆոններ ամսական սկսած ընդամենը 3950 դրամից։ Rich 561 761։ Չհասկացա, Վահագ։ Ինչ է նշանակում չես ուզում։ Եթե մտածում ես, որ կտեսնեն ու կբռնացնեն մեզտեղ, մի բան կմտածենք կասենք, ոնց որ միշտ։ Եվա, հարցը դա չի։ Իսկ ինչու մնա հարցը, Վահագ։ Ինչ-որ բան եմ արել, հա, վիրավորել եմ քեզ։ Ինչ ես քեզ սենց պահում։ Եվա, ինչի չես կարում ուղեղդ մտցնես։ Որ ես տանը իմ ու քո հանդիպումները շատ վտանգավոր են։ Ոնց որ մերը տա բացահայտել մեզ, տենց էլ մի օր ուրիշ մեկը կարող էսի։ Ինչի դու այդքանը չես կարում հասկանես։ Լավ, թող ստեղ չլինի, գնանք ուրիշ տեղ, գնանք հյուրանոց։ Անպայման ուզում ես ասեմ, որ ես սենյակում ինձ վատ եմ զգում, հա։ Ինձ ստեղ ամեն ինչ Մարիային է հիշեցնում։ Մեկը չեմ հասկանում քեզ, Վահագ։ Միշտ լավ ա եղել, միշտ դուրդ գալիս էր, հիմա հանկարծ ինչ-որ բան խանգարում ա քեզ, հա։ Միշտ էլ իմ համար դժվար ա եղել։ Ուղղակի ձեն չեմ անել, որ կռիվ չսարքեմ։ Ինչի, Վահագ։ Հիմա ինչ-որ բան ա փոխվել։ Եվա, այդքան դժվար ա քեզ հասկանալ։ Ես ուզում եմ մենակ մնամ։ Հա, դժվար ա։ Որովհետև ես սովոր չեմ, երբ դու ինձ մերժում ես։ Չէ, հա։ Լուրջ ես ասում։ Կարող է գիտես քո խաղալիքն եմ, որ քո կապրիզները առաջ տանես։ Ինձ թվում էր դրանք իմ ու քո կապրիզներն ու ցանկություններն են։ Հիմա պարզվեց մենակ իմն է։ Դու հասկանում ես, թե ինչ վիրավորական է կնոջ համար, երբ իր սիրած տղամարդը մերժում է։ Իսկ դու հասկանում ես, ինչ վիրավորական է տղամարդու համար, երբ տղամարդը կնոջ ասածներով է շարժվում առաջ։ Եվա, հենց հիմա գնալ։ Ես շարունակելու հավես չունեմ։ Կորել էսպես չի կարող շարունակվել։ Մենք չենք կարող անընդհատ կռվել ու հետո հաշտվել։ Ես այս դրամարել եկել եմ, Մարինա։ Մենք պիտի խոսենք։ Մինչև հիմա կատաղած եմ այդ տողու վրա։ Տենց էլ չիմացա ով այդ։ Խնդրում եմ, Գոր, մի ջղայնացի։ Այդ տղան ուղղակի ծանոթ էր։ Չեմ ուզում կռվենք։ Ուզում եմ միշտ ոնց որ հիմա միասին լինենք։ Մանավանդ հիմա որ գիտեմ ինձ սիրում ես, ուզում եմ որ միշտ կողքից լինես։ Ես այն աղջիկներից չեմ, որ մեկ օրում սիրում են, իսկ մի քանի ժամ հետո մոռանում։ Իմ սերն ավելի ամուր է։ Գիտես ինչ եմ զգում, երբ այդ բառերը քեզնից եմ լսում։ Ինձ ոչ մի բան պետք չի։
Ուզում եմ մենակ ինձ սիրես ու միշտ կողքից լինես։ Ո՞ւր մնա։ Sorry, brother. Kaki, canarias sinto kaki controla. Canarias kaki, não controlando esse kaki canarias. Արես ինչ եք արի արա։ Գուգո ես ինչ ես արի, Գուգո։ Լսը։ Ամեն ինչ։ Արաքսիա, ինչ նկատի ունես։ Մենք իրականում շատ քիչ բան գիտենք քո մասին։ Ու եթե այս տուն քեզ աշխատանքի են վերցրել, զուտ են պատճառով, որ շատ ենք հարգում Ալային։ Ու հիմա ես ուզում եմ համոզված լինել, որ մենք չենք սխալվել։ Չեմ հասկանում։ Եթե ինչ-որ բան կա, կարող ես մի անգամից ասել։ Ես ճանաչում եմ Արսենին։ Իմ տղան Գոռը ասաց, որ դու Արսենի հետ ինչ-որ կապ ես ունեցել։ Այդ ճիշտ է։ Ո՞վ է Արսենը քո համար։ Որտեղ եք ծանոթացել։ Ու ինչի է նա քեզ փնտրում։ Չէի կարծում, որ այս ամեն ինչ այսպես բացահայտվի։ Բայց բացահայտվեց։ Այնպես որ լավ կանես հիմա ինձ ամեն ինչ պատմես։ Թե ինչի ես փախնում Արսենից ու որն է պատճառը։ Գիտեք, ես իրավունք չունեմ ինչ-որ բան ասելու Մարի Աստղիկի մասին։ Հասկացեք, ես նրան ոչ մի վատ բան չեմ անի։ Ուղղակի պիտի հասկանամ, ինչի է Աստղիկը այդքան փոխվել։ Ինչի է ասում, որ ինքը Մարիան է։ Ու վերջապես էս ինչ առողջված է պատմությունը։ Խնդրում եմ խոսեք, որովհետև արդեն գժվում եմ։ Խնդրում եմ ներս անցեք, ներսում կխոսենք։ Եթե Սպարտակի պատճառով ես ես լարված, մի անհանգստացի։ Ես բոլոր հարցերը կկարգավորեմ։ Բայց մի թող մտածեմ, որ ինձ էլ չես սիրում։ Եվա, մի կարճի մանրոնքներից։ Ես ընդամենը չեմ ուզում, այս տանը քեզ հետ քնեմ։ Առանց ենթատեքստի։ Ինչի դու դա չես կարում հասկանաս։ Ես ոչ մի բան իրավունք չի տալիս, որ հիմա ինձ հետ սենց վարվես։ Զգուշ չսխալվես, Վահագ։ Ճիշտ է, ես քեզ սիրում եմ, բայց դա չի նշանակում, որ կարող ես ինձ սենց ստորացնել։ Քեզ քանի անգամ եմ ասել, որ բարձր չխոսաս, մեզ կարող են լսել։ Թող լսեն։ Չի հետաքրքրում ինձ կլսեն, թե չեն լսին։ Թող իմանան, որ սիրեկաններ ենք։ Մինչև հիմա ոչ մի առիթ բաց չէր թողնում այդպես գնալ, հիմա չես ուզում, հա? Մենք ես պետք է միասին լինենք, Վահագ։ Ես քեզ արդեն ասեցի, չէ, ուրեմն չէ։
Ես ու Արսենը Մոսկվայում ենք ծանոթացել։ Նա սիրահարվեց ինձ, հետո ես եկա Հայաստան ու մեր կապը ընդհատվեց։ Մի տեսակ ասածի չեմ հավատում։ Իմ կարծիքով դուք շատ համապատասխան զույգ եք։ Արսենը երիտասարդ, սիրուն, հմայիչ տղա է։ Դու էլ խելացի աղջիկ ես։ Ինչի՞ չէ որ։ Դե ինչ արած պատահում է կյանքում։ Արսենը ծանոթացել է իմ տղաների հետ ու Աբգարի հետ։ Հիվանդանոցում նրանց կողքին է եղել։ Իսկ որոշ ժամանակ առաջ եկել էր այստեղ ու Մարիային էր հարցնում։ Ոնց։ Այստեղ։ Էստուն։ Բայց դու վստահ ես, որ Արսենն էր, գուցե սխալվում ես։ Իհարկե չեմ սխալվում։ Իսկ եթե այդ տղան իրենց վտանգ է ներկայացնում, եթե վտանգ է սպառնում Էմիլիին ու Արինային, լավ կանես ինձ ամեն ինչ պատմես։ Չէ, Արաքսի, Արսենը շատ լավ մարդ է ու անհանգստանալու պատճառ չկա։ Ես վստահ եմ, որ նա երբեք խնդիրներ չի առաջացնի։ Հուսանք։ Արաքսյան, խնդրում եմ Էմիլիին ու Լավրային մի ասա այս մասին։ Ես չեմ ուզում կորցնել Էմիլիի վստահությունը։ Անտեղի կասկածներ առաջացնել։ Լավ։ Բայց եթե ես զգամ, որ նրանց ինչ-որ վտանգ է սպառնում, այլևս չեմ կարող լռել։ Որ մի անխիղճն է սենց բան արել։ Գուգունելով։ Կներես էլի, ես չի ուզում նման բան պատահեր։ Եղած արդեն եղել է։ Դու ավելի լավ է միջև հարուտից տեղ երևալը, ելնես գնաս աղջիկ ջան։ Ինչի, բայց ես ուզում եմ մնամ։ Աղջիկ ջան, ես գիտեմ ինչ եմ ասում։ Դու գիտես ինչի համար։ Պետք չի վիճակը ավելի բարդացնել։ Ես ուզում եմ մնամ։ Թող մնա։ Մենակ չի կարա գնա։ Ես կտանեմ, եթե մնաց վիճակը ավելի է բարդանալու։ Մարիշ, սառույցը շարունակի դնել դեմքին, որ շատ չուռ է ճացված տեղեր են։ Կասեք Աստղիկին վաղուց եք ճանաչում։ Այո, աշխատանքի վերումով ենք ծանոթացել։ Սկզբում ծանոթներ էինք, դե վերջերս էլ ավելի մտերմացանք։ Ինչի է անունը փոխել։ Չէ, չի փոխել։ Ես առաջին անգամ եմ լսում, որ նրա անունը Աստղիկ է։ Միշտ էլ Մարիա է եղել։ Ինչ-որ տարօրինակ բաները շատ են։ Սկզբում ինձ թվում էր հիշողության կորուստ է։ Հետո հանկարծ ասում է, որ սիրահարվել է ինչ-որ Վահագի։ Կարակից բացատրեք որտեղից է այդ Վահագը հայտնվել ու ով է ինքը ընդհանրապես։ Արսեն, ես ես մի բան կարող եմ ասել։ Եկեք հարգենք աղջիկա որոշումը, լավ։ Նա հիմա ձեզ չի ուզում տեսնել։ Լավ կլինի, որ հանգիստ թողնենք նրան, հա։ Ոնց եք դա պատկերացնում։ Լավ, ըստ ձեզ, եթե ես հիմա նրան հանգիստ թողնեմ, հետո ինչ-որ բան փոխվելու է։ Գիտեք, արդեն մտածում եմ, որ ավելի կարևոր գործեր ունի։ Ես չգիտեմ ինչերի մեջ է խառնվել, բայց ամեն գնով ինձ ուզում է հեռու պահի։ Կներեք Արսեն, ես լավ էլ բան չեմ կարող ձեզ ասել։ Եվա։ Եվա ջան, ինչ է եղել, ինչ ես լացում։
Եվա, սիրտս կտոր ալինով, որ քեզ այսպես տխուր եմ տեսնում։ Իմ սիրուն աղջիկ, ինչ ա եղել, Եվա, պատմի, համել սիրտդ կթեթևանա։ Ինչի ա կյանքը իմ հետ սենց վարվում։ Միշտ ինձնից խլում այն ամեն ինչի, ինչ ես ամենաշատն եմ սիրում։ Եվա ջան, այդպես մի ասա։ Կյանքում դժվարություններ շատ են լինում, բայց հավատա, Եվա, ամեն դժվարություն իր լուծումն ունի։ Ինչի ա մնացածին ամեն ինչ տենց հեշտությամբ տրվում, իսկ ես պետք ա միշտ պայքարեմ։ Եվա, հավատա, մենք բոլորս էլ պայքարում ենք։ Ուղղակի ամեն մարդ ինքը գիտի իր կյանքի դժվարության մասերը։ Սուտա։ Օրինակ քույրդ, նա միշտ ամեն ինչ ունեցել է, ու ամեն ինչին հեշտությամբ ա հասել։ Նրան բոլորը սիրում էին ու աշտում էին։ Իսկ ինձ անգամ մայրս չի սիրել։ Ինձ ոչ ոք չի սիրել։ Եվա ջան, այդպես մի ասա։ Ես քեզ շատ եմ սիրում, դու իմ համար ամեն ինչ ես, Եվա։ Ես քեզ խնդրում եմ, միլացի։ Եվա, կտեսնես։ Ամեն ինչ կանցնի։ Ամեն ինչ լավ կլինի։ Գիտեք ինչն է սարսափելի։ Պատկերացրեք, կինը ում հետ ես արդեն պատրաստվում էի ամուսնանալ անհետանում է։ Ու հետո հայտնվում ու ինձ ասում է, որ սիրը արվել է մեկ ուրիշի։ Իմ վիճակը պատկերացնում եք։ Արսեն, ես ես որպես հարազատ մարդ եմ ընդունում։ Դուք շատ լավ մարդ եք։ Գիտեք, կյանքում կան ու շատ բաներ, որ բացատրություններ չունեն։ Դուք փնտրում եք ձեր հարցերի պատասխանները, բայց դեռ չեք գտնում, որովհետև դեռ ժամանակը չի հասունացել։ Գիտեք, առանց աստղիկի ինձ համար էլ ժամանակ գոյություն չունի։ Դուք ինձ մի բան ասեք, այդ Վահագին որտեղ կարող եմ գտնել։ Արսեն, խնդրում եմ, պետք չի ամեն ինչ բարդացնել։ Ես ես ասացի, որ դուք շատ լավ մարդ եք։ Աստղիկին հասնելու համար շատ դժվարությունների միջով եք անցել, հասկանում եմ, հաղթահարել եք ամեն ինչ։ Բաժանումն էլ է մարդու համար, այնպես որ պիտի համակերպվեք դրա հետ ու ապրեք առանց նրա։ Շատ սիրուն եք խոսում։ Բայց էլ ձեզ չեմ ուզում լսել։ Կներեք, որ խանգարեցի։ Վերջ, Արինա, սրանից հետո էլ չենք վիճելու։ Դե հա, միակ տարբերակը Եվայի մասին չխոսելն է։ Ես ամեն ինչ կհանդուրժեմ, մենակ կողքի տինեմ։ Կոր, պետք չի, որ ամեն ինչ հանդուրժես, ու լավություն անելով կողքիս մնաս։ Ուղղակի պետք է ընդունես, որ Եվային չվստահելով նախ առաջին հերթին ինչ ես վստահում։ Ես երեխա չեմ։ Ինչ երեխա, ով նման բան ասեց։ Դու իմ Արինան ես, իմ կյանքի միակ սերը։ Խոստանում ես, որ Եվայի մասին էլ վատը չես խոսի։ Հա, խոստանում եմ։ Դու էլ խոստացի, որ ինձ ամեն ինչ կպատմես։ Ու մենք մեր բոլոր պրոբլեմները միասին կլուծենք։ Խոստանում եմ։ Կներես, Գագիկն է։ Ինչ ա եղել, Գագ։ Գագիկը չի, Մարիշն է։ Մարտունի բարի մարտուցողուհիներից։ Գագիկը մեզ մոտ է, վիճակը լավ չի, ծեծել են։ Ինչ։ Ոնց։ Ես հենց հիմա գալիս եմ։ Ինչ եղել, Գոր։ Եվա ջան, միշտ հիշի, որ ես աշխարհում ամենից շատ ես քեզ եմ սիրում։ Ինչ էլ որ լինի, ես միշտ քո կողքին եմ լինելու, ես քեզ գրկելու եմ, եթե իմ կարիքն ունենաս։ Եվա, միայն դե թույլ տուր։ Մարիա, ես ենքան վատ եմ ինձ զգում։ Արսենը շատ ալտեց վրաս։ Քան մեղքեր է տղան։ Հիմա հասկանում ես ինչ դժվար է ինձ համար։ Հարաքսյաններ եկել մոտս։
Հարցնում էր որտեղից գիտեմ Արսենին։ Եվ ինչ ասացիր։ Ստեցի Ալան։ Հիմա ես ստի ու կեղծիքի մեջ եմ։ Ու այլևս անկարող եմ տանել այս վիճակը։ Դե ուրիշ տարբերակ չունես։ Եթե նույնիսկ քո ճշմարտությունն էլ ասես, անհասկանալի է։ Միևնույն է քեզ ոչ ոք չի հավատա։ Նույնիսկ քեզ խելագարի տեղ կդնեն։ Իդեպ Արաքսյանը ասաց, որ Արսենը եկել է այստեղ ու Մարիային է փնտրել։ Մարիա զարմանալի չի։ Արսենը ամենտեղ քեզ է փնտրում։ Ամեն դեպքում զգուշ եղիր։ Եթե մեկ անգամ եկել է, երկրորդ անգամ էլ հաստատ կգա։ Ես կխոսեմ նրա հետ։ Թողել այստեղ չգա։ Ես չեմ կարող աշխատանքս կորցնել։ Չգիտեմ ինչ էի անելու, եթե Վահագը կողքիս չլիներ։ Կողքիս։ Հա, լավ։ Մենք վերջերս շատ ենք մտերմացել։ Ես նրան պատմել եմ դատավորի մասին։ Իսկ ինքը իր հերթին խոստացել է աղջիկներին պաշտպանել։ Չլինի նորից միասին եք եղել։ Հա, լավ։ Ինչ ես կարծում սխալ եմ անում։ Չէ, սխալ չես անում։ Նա քո ամուսինն է, ու խնդրում եմ քեզ մի մեղադրի։ Դու դրա բոլոր իրավունքներն ունես։ Եվան քան է գնում ավելի անտանելի է դա։ Այն կարգի, որ ուզում եմ ինչկա չկա ջրի երես դուրս գա։ Այդ կարգի ինձ մեկը։ Ես գնում ես ծայրագությունների։ Ինչ ուզում եմ դուր թող գնա վերջանա էլի։ Ինչ հեշտ ես ասում է դու։ Կարող ես Եվայի խաղալիքն եմ։ Ինչ ուզի տամ, հա։ Ահա։ Բա միջև այդ կարգավիճակը սիրով ապրում էիր։ Եվայի մասին էիր մտածում։ Ինչ եղավ։ Եվային տենց մոռացար, հա։ Ինձ թվում է ես սիրահարվել եմ։ Մարիայի։ Չէ, դու։ Ինչ ասում։ Վահագը սիրահարվել է։ Չէ։ Լուրջ չեմ հավատում։ Մոտը կարող է սառջուրել մի մոտ լցնես գլխից։ Շոկի մեջ։ Մարիայի մեջ երկու կինա ապրում։ Միաժամանակ։ Ինքան հետաքրքիր է, ինքան կնոջս նման է։ Ուղղակի ավելի երիտասարդ մարմին է։ Հետո այնքան լավն է։ Как դե պիտի հիվանդանոց տանենք, էլի։ Ոնց որ լուրջ բան ա եղել, հազիվ ես քայլում։ Չէ, մարդուն ասես նորմալ է, լուրջ բան չկա։ Ինչի բժիշկ կա։ Չէ, ուղղակի լավ հասկանում ծեծածի վերքերից։ Լավ, ես գնամ ջուր բերեմ, ցավազրկողներդ խմես։ Թե չէ ամբողջ գիշեր չես կարողանալու քնել։ Ախր գակ, դու այդ ժամանակ պիտի պապայի մոտ լինեիր հիվանդանոցում, այլ ոչ թե կռիվների մեջ։ Որս ոչ մի կռվի մեջը չեմ ընկել։ Ոնց քո վրա հարձակվեցի, նույն ձևի էլ իմ վրա են հարձակվել, ուղղակի բախտես չբերեց, ծեծվեցի։ Վակ, բայց զգուշ էի ռիսկի ես գնում։ Հանուն Մարիայի ամեն մի ռիսկի էլ կարելի է գնալ։ Ու հիմա ինչ ես անելու Եվայի հետ։ Ոնց ես կարողանալու երկակի խաղ խաղալ։ Մարիան տեղյակ է քո Եվայի մասին։ Չէ, ու պետք էլ չի որ իմանա։ Իսկ եթե Եվան իմացավ, քեզ ու Մարիային կսպանի։ Եվայի սադիստությունների մասին նոր չի որ պետք է իմանանք։ Լսում եմ։ Ալո Արսեն, բարև, ես եմ Գորը։ Արսեն ջան, կներես որ ցենց ուժ ժամին եմ զանգում, բայց քեզ պետք է մի բան խնդրեմ։ Չէ, խնդիր չի, Գոր ջան, ասա ինչ ա եղել։ Գագոյի վրա են հարձակվել։ Լավ ծեծել եմ։ Վիճակը այդքան էլ լավ չի ու չեմ ուզում տանը մենակ թողեմ։ Ես էլ պիտի պապայի մոտ գնայի։ Եթե կարաս դու գնա պապայի մոտ, մինչև տեսնենք ինչ ա լինում։ Ահա, խնդիր չի, հեսա կգնամ։ Գագիկը ոնց ա, լավ ա։ Դե լավ ծեծել են, էլի։ Կոտրված բան չունի, բայց դե այդքան էլ լավ չի։ Լավ ես ինչ փորձանքա չեմ հասկանում։ Հա։ Լավ դե առավոտյան հիվանդանոցում կհանդիպենք։ Մերսի Արսեն ջան։
կատարում։ Ասացի Արսենին, կգնա պապայի մոտ հեսա։ Այս ցավերս հեչ, բայց որ ձեզ սենց տենում եմ, ընեց եմ ուրախանում։ Գոր հեռասոտ կտա զանգեմ Գաբին։ Չէ, չեմ տա գակ։ Հերիքը արդեն։ Իրա պատճառով է, որ իմ այս վիճակի մեջ ես։ Դեռ նորը շանաչում, բայց արդեն խնդիրների մեջ ես։ Ոչ զանգի, ոչ ընդհանրապես կապ պա իր հետ։ Հա, բայց ես սիրում եմ, չէ՞ այդ աղջկան։ Արա գոնե դու պետք է հասկանաս ինձ։ Գագ, ես հասկանում եմ քեզ։ Բայց քանի շուտ է հետ կանգնի այդ աղջկանից։ Դուք իրար համար չեք։ Հա, հասկացանք։ Բայց հիմա գոնե մի հատ ու զանգեմ, ուզում իմանամ նորմալ հասել է տուն, թե չէ։ Գոր հիմա վիճելու ժամանակը չի։ Դուր թող զանգի հանգստանա։ Տեղից էլ ցավերի մեջ է։ Գագիկ չես հասկանում, որ ասում եմ ինձ մի զանգի։ Հանգիստ թող ինձ։ Գաբի լսի, իմ համար կարևոր չի։ Գագիկ հասկացի, ես չեմ ուզում որևէ կապ ունենամ քո հետ։ Հեռու մնա ինձ մի փնտրի ու մի զանգի։ Այ ապրես սիրուն ջան։ Իսկ հիմա հարցիս պատասխան։ Ո՞նց ես ուզում, որ կյանքից բանեմ։ Դանդաղ, տանջել է։ Թե մի անգամից։ Ու խնդրում եմ, Գագիկից հեռու մնա։ Ես ամեն ինչ կանեմ, ինչ որ դու ես ասում։ Ասեցի, չէ՞, բայց մի անգամից չսպանեցի։ Այդ ուղղակի որ լավ հիշես։ Իսկ հիմա ինձ լսի։ Եթե մի անգամ էլ եմ իմացել այդ աննասունի հետ հանդիպել ես, այդ կլինի քո կյանքի վերջին օրը։ Հասկացա՞ր։ Ինչ եղավ, ինչ ասաց Գաբին։ Ասաց, որ պետք է իրանից հեռու մնամ։ Հաստատ այդ Գուգոյից է վախենում։ Ահան։ Ամենաճիշտն է դա։ Լավա գոն երկուսից հետ մեկը խելացի գտնված։ Չէ, Գուգոյինք շահագործում են Գաբին։ Ես նենց պետք է անեմ, որ Գաբին հեռու մնա դրանցից։ Ես գնամ խանութ։ Հիմա քեզ սոկել է պետք ու առողջ սնունդ։ Դու մնա մոտ։ Մենակ չասած, որ ես խալ եմ։ Չեմ։ Երևում է, որ սիրահարված ես։ Հա, իմ մտքով չէր անցնի, որ կսիրահարվեի, բայց… Գագիկ հասկանում եմ ժամանակը չի, բայց ուզում եմ հարցնել։ Ինչ է եղել քո ու Եվայի մեջ։ Արսեն։ Ողջույն ապրել ջան։ Բարև Արսեն ջան։ Ոնց եք։ Լավ եմ, լավ։ Բա ինչի է ժամը քնած չեք։ Ամբողջ ցերեկը քնել եմ։ Հիմա քունս չի տանում։ Արսեն, ես չեմ հիշում։ Բայց ինձ ասին, որ եթե դու չլինեիր, կարող է գորիսել մի վնաստային։ Դե, ինչ կարող էի արեցի։ Հիմա կարևորը արդեն ամեն ինչ լավ է։ Արսեն, չես պատկերացնում ինչ վատ եմ զգում։ Երբ հիշում եմ, թե ինչ վատ կարծիք ունեի քո մասին։ Դե լավ, հա, անցած պատմությունը հիշել է չարժի։ Ավելի լավ է։ Դուք ավելի լավ մի քիչ քնեք հանգստացեք էլի։ Այդ տղա, քեզ ասում եմ ամբողջ ցերեկը քնել եմ, դու հիմա ինձ նորից քնացնում ես։ Լավ։ Չէ, ավելի լավ է, դու քեզնից պատմի։ Հա, ասում են ընկերոտ գտար, հա։ Հիմա ուր է, ոնց է, որտեղ է, ինչ է։ Հա, գտել եմ, բայց
Ավելի լավը չգտնեի։ Խնդրում եմ, մի լռի, խոսա ինձ հետ Գագիկ։ Մենք իրար հետ ենք մեծացել, ես քեզ շատ լավ եմ ճանաչում։ Դրա համար էլ չեմ կարողանում հավատալ։ Ուզում եմ, որ դու ինձ ասես, պատմես։ Ասա, որ թյուրիմացություն է եղել։ Թե հա, երևի։ Ինչ արել Եվան, որ քեզ նման քայլի ա դրդել։ Արինա ջան, քեզ մի բան կասեմ։ Ուղղակի լինում են դեպքեր, որ մենք մեր դիմացինի պահվածքը սխալ ենք հասկանում։ Ու այս երևի այդ դեպքն էր։ Դե Եվան էլ սիրուն աղջիկը ու յուրաքանչյուր տղու էլ կարա գժվացնի։ Դե ես էլ գիժ եմ, էլի։ Դու գնացել ես նրա սենյակ։ Հա, որտեղ մտածում էի, որ Եվային դուր եմ գալիս։ Կներես էլի, որ սենց բաց եմ խոսում։ Պետք չի ինձ, որ ասես կներես։ Ավելի լավ է գնաս ու Եվայից ներողություն խնդրես։ Ես ինձ շատ վատ եմ զգում, որ դու գոռը չեք գալիս մեր տուն։ Մենք ձեզ շատ ենք կարոտում։ Մենք ձեզ ավելի շատ ենք կարոտում, Արինա ջան։ Բայց դե ինչ անենք, եղած նեղած էլի։ Դեռ ինչ-որ պետք է կա։ Ես խելոք բարի լավ նայի, միջով գամ։ Արինա, արի քեզ տուն ճանապարհեմ, արդեն ուշ է։ Հա, իրոք ուշ եմ։ Վաղ կհարմարացնեմ ու էլի կգամ։ Քեզ լավ նայի։ Մերսի շատ։ Ես կթողեմ խոհանոցը։ Չգիտեմ տարօրինակ է, ինչքան այս թեմայի մասին խոսում եմ, այնքան այս պատմությունը ավելի առեղծված է դառնում։ Չգիտեմ, նայում եմ վիզուալ, ֆիզիկապես աստղիկն է, բայց հոգեպես ոնց որ լրիվ ուրիշ մարդ լինի։ Գլխի վար շուռ է եկել, փոխվել է։ Բան չեմ հասկանում ապա։ Արսեն, ավելի լավ դու դուրս գաս այս զգացմունքային հոգեվիճակից ու ավելի հիրատես լինես։ Արսեն ջան, ցավոտ բան եմ ասում, բայց շատ հնարավոր է, որ այդ աղջիկը ուղղակի էլ քեզ չի սիրում։ Ну, ահա։ Որոշել ես մնաս։ Հա։ Չեմ ուզում այդ տուն գնամ։ Եվ այ հերթական գիշերային տեսարանների հավես ընդհանրապես չունեմ։ Հա, բայց ինչքան պիտի սել չարունակվի, կարաս ասես։ Չգիտեմ հետո, չգիտեմ։ Չեմ էլ ուզում իմանալ։ Հիմա ուզում եմ ուղղակի աչքերս փակեմ, այլ բանի մասին չմտածեմ ընդհանրապես։ Դե, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Արսեն, Մարիան մեծադառով կին էր։ Մահանալուց հետո էլ է ապացուցվում է։ Գորիս ուսման վարձը չեմ էլ հիշում երբ ա տվել, կամ գուցե չի էլ տվել արձերն, բերել թողել ու գնացել է։ Հա, լսել եմ իրա մասին, ասում են շատ բարի կին էր։ Շատ, օգնող, հասնող, բայց մի բայց կա։ Մարիան կապվեց մի ջահել տղայի հետ, խելքը կորցրեց, ամուսնացավ, աղջիկները մի կողմ, Վահագը մին։ Չնայած այդ Վահագին ես ընդամենը մի անգամ եմ տեսել։ Վահագ, հա։ Ուրեմն Մարիայի ամուսնու անունը Վահագ է։ Հա, ինչ կա որ։ Չէ, հնարավոր չի։ Արսեն, քեզ ինչ եղավ։ Դե պատմում էի, չէ՞ որ այն տղեն ում սիրահարվել աստղիկը անունը Վահագ է։ Դու էլ բան ասիր, Արսեն ջան, համենք էլ է։ Ինչ է, ամբողջ քաղաքում այդ մի Վահագը չի։
Իսկ իմ կարծիքը հարցրել ես։ Ես քեզ արդեն ասեցի։ Չէ, ուրեմն չէ։ Եվա ջան, ես քեզ համար թեյ եմ բերել։ Տրամադրությունդ բարձրացրու, հա։ Վատ գիշերն արդեն անցյալում է։ Եվա, եթե կուզես աշխատանքի մի գնա, պարկի, հանգստացի, ես քո կողքին կլինեմ։ Մի անհանգստացի, ես արդեն լավ եմ։ Եվա, սա մոր համար անհանգստություն չի։ Հակառակը ես շատ ուրախ եմ, որ ինձ թույլ ես տվել քեզ մոտենալ։ Բայց հիմա ուզում եմ մենակ մնալ։ Գնա խնդրում եմ։ Լավ։ Եթե ինչ-որ բանի կարիք ունենաս, ինձ կանչի։ Ես տանը կլինեմ։ Բարի լույս։ Բարի լույս։ Եվա ինչ ես տեսել, չի եկել նախաճաշելու։ Եվան ճիշտ ասած իր սենյակում է, ամբողջ գիշեր չի քնել, ես էլ թեյ տվեցի այնտեղ, որ խմի հանգստանա։ Ոնց, Եվան հիվանդ է, կարող է բժիշկ զանգենք։ Չէ, ուղղակի ամբողջ գիշեր գլխացավ ուներ, դրա համար էլ չի քնել։ Եվան չգիտեմ, բայց դու լավ էլ քնել ես, տրամադրությունը շատ բարձր է։ Հա, ես ինձ շատ երջանիկ եմ զգում։ Ամբողջ գիշեր աղջիկս կողքին եմ եղել։ Շատ լավ է, վերջապես սառույցը կոտորվեց։ Ես էլ հույս ունեմ։ Արինա, դու ինչ-որ տեղ ես գնալու։ Հա, պետքա գնամ դատավոր Սպարտակի մոտ, տեսնեմ գործերը ինչ փուլում են գտնվում։ Արինա, կարող է մենակ չգնաս։ Թող ինչ-որ մեկը քեզ ուղեկցի։ Արինա, ինձ թվում է, որ Սպարտակի մոտ գնալը այդքան էլ լավ տարբերակ չի։ Իսկ ինձ թվում է, որ պետքա չխառնվես իմ գործերին։ Բայց ես ընդամենը ուզում էի, որ… Ինչ ես ուզում։ Ուզում ես, որ ներողություն խնդրեմ։ Երբեք։ Էդ են ինձ մնում պակաս։ Արինա, ինչ ես ամեն իմ ասած բառը սխալ ընդունում։ Ես ընդամենը ուզում էի ասել, որ կարիք չկա Սպարտակի մոտ հասնել։ Եթե պետք լինի, ինքը կգա։ Մարիա, Սյուզին ինձ խնդրեց, որ քեզ ասեմ, դրսում քեզ մարդ է սպասում։ Մարիա, կարող է ընկերդ է։ Չէ, ինչեր ես խոսում Էմիլի։ Կներեք։ Ես Գուգոյի տղեկն եմ, քեզ սենց այլանդակ է։ Արինա, ես չեմ ուզում, որ դու որևէ կապ ունենաս դատավորի հետ։ Էլի եմ ասում, եթե պետք լինի, ինքը կգա մեր տուն։ Դու ինձ իրավունք չունես կառավարելու։ Ես եմ իմ քայլերի համար պատասխանատու։ Արինա ջան, ես չեմ էլ պատրաստվում քեզ ղեկավարել։ Ես քեզ ուզում եմ վտանգից հեռու պահել։ Ինչ վտանգ։ Ինչի մասին ես խոսում։ Ուղղակի Սպարտակ Սիրեկանյանը։ Սպարտակ Սիրեկանյանն ինչ, Վահագ։ Սպարտակն ընդամենը ուզում է աղջիկներին օգնել։ Ինչ ես տենց նայում։ Էդ երբանից քո նման էգոիստը սկսեց անհանգստանալ Արինայի ու Էմիլիի համար, հա։ Արսեն, ինչ ես անում այստեղ։ Դու չպետք է այստեղ գաս, հասկացի։ Ինչու։ Նույնիսկ չպետք է, հա։
Վախենում ես, որ կարող է Վահագը Մարիայի ամուսինը մեզ միասին տեսնի, հա։ Ես փորձում եմ նրանց վտանգից հեռու պահել։ Որ տենց է։ Ուրեմն հրաժարվի ժառանգությունից։ Գագլսի։ Այդ դու ինձ ուշադիր լսի, Գաբրի։ Եթե մենք հրաժարվելու ենք մեր զգացմունքներից մի հատ անասունի պատճառով, որ քո կյանքի տերն է զգում իրան։ Գագ հասկացի, դու որոշ բաներ չգիտես։ Հարցը ստեղ մենակ Ուգոն չի։ Ինչ ես ձևեր թափում։ Գոհեղի, որ այսքան եմ խոսել։ Շատ բաներ կան, որ միասին ենք արել։ Ու ես այդ ամենը պատրաստ եմ ասել։ Եթե նույնիսկ երկուսով հայտնվենք բանում։ Սաղ տոշնի է, կարանք դուրս գանք։ Չի ուզում հորդ վրա կրակողի հարցերը լուծես։ Դու գիտես հորս վրա ով է կրակ է։ Ժամանակը թրջում է, երբ քեզ հետ եմ լինում։ Բայց քեզ բաց չեմ թողնում։ Մենք երկուսով կփախչենք ու մեզ ոչ մեկ չի խաղում։